Որտեղ եք ծնվել։ Ադրբեջանից մեջ է հիմա մեր գյուղը, Բանանց գյուղ կա, Բանանց։ Այդ Բանանոց բարձ է, էլի։ Ես եղել եմ 7-րդ երեխան մեր ընտանիքի։ 4 զղա, 4 աղջիկ։ 8 երեխա եղել։ Ծնողներս շատ աշխատասեր, այլանայեցեք նկարներին կնկատեք։ Աշխատասեր եւ բարի օգնող մեր ով դժվար էր ապրում եմ 30-ական թվականները սով էր ու մայրս գիտեր էլի ով աղքատա ով չունի ման ես շորի մեծ գրպան էր սարքել որ ընտանիքը աղքատ էր չունեին լսնում էր գնում իրանց տան թափում գալիս մեր տուն կորոնավոր մեծ գալիս է գյուղ տեսնում ամենտեղ չխոս բանն անում աշատում եմ ասելա սա գյուղ չի սա բանանոց է սա բան է սարքում են մի բան եսել հետո ժողովուրդ ասել են բանանոց լավ չի բանացել դրել բայց հիմա այդ Թուրք շամուրդին թարթեն դեղել է դրել Ալիևը արդեն այնտեղ հիմա մեր գյուղացիներ չկան դուրս են գալիս հենց թուրքերը մի բան հայերը այնքան են վախեցած թուրքերից որ մի փոքր ասենք թուրքերը չեն էլ հարձակվում բայց պատրաստվում են կամպայն անում մեր ժողովուրդը արդեն պատրաստում են թողենք թե գնան ուրիշտեղ այս մեր ժողովրդի վատ կողմն է Բանանցի միջնակարգ դպրոց էր այդ դպրոցն եմ ավարտել հետո Երևանի պոլիտեխնիկական ինստիտուտի էներգետիկայի ֆակուլտետը իմ կինը նկար է ելա ամեն ինչով նշանավոր շատ ժողովրդի կողմից սիրված երասենողներն են եղել Բորյանները շատ մեծ հայկական հայերի համար շատ գործ են արել էլի Մսոր ասած են տրովի մարդիկ 3 քույրեր են հիմա 3 քույրերից ոչ մեկը չկա իր հորաքույրը մեր գյուղի մի հատ նշանավոր մարդ կար նրա կինն է եղել Ավետիքյան հայտնի Տեր Ավետիքյան սիպեցին որ տերը փոխեն նրանք էլ փոխեցին Ավետիքյան սարքեցին այնտեղ գյուղում մեր ընտանիքը ճիշտ է նրանց ընտանիքը ավելի բան է եղել նշանավոր կա շատ ավելի հարուստ մերն էլ ունևորների շարքում է եղել էլի միշտ կապ է եղել իրար հետ ընտանիքների հանդիպում բան ինքը որ արդեն եկել էր գյուղ իր հորաքրոջ մոտ ու մենք էլ մոտ էինք հանդիպում էինք շատ հավատարիմ բարոյական շատ ընտանը 3 քույրերի 3-ն էլ նշանավոր բոլոր տանց հարգում էին հետո ինքը եկավ համասարանում էր սովորում, ես էլ պոլիտեխնիկում։ Մենք հաճախ կազմակերպում էինք հանդիպումներ, որտեղ մեզ մոտ աղջիկ շատ քիչ էր։ Ասենք, մեր խմբում 25 հոգի էր, 5 աղջիկ 20 տղա։ Պատերազմից հետո իր հետ մոտիկություն կար, բանակում չեմ ծառայել, մեր կողմի վայեկամատը թուրքեր էին,
թուրքները ղեկավարը։ Հայրս դե որ երեքը պատերազմում էին, ոչ մեկից նամակ չկար։ Բայց շատ ծանր վիճակը ծնողներիս համար, մեկ էլ պետք է ինձ տանեին։ Հայրս ոտով 25 կիլոմետր ոտով գնաց էլա, վայնկամատ, ստեղ ընդեղ թուրք, ու ասում է, որ ուրեմն դուք բանի չափ չկաք, ցարական Ռուսաստանի, որովհետև ցարական Ռուսաստանում միշտ մեկը թողել են ծնողների համար։ Եթե 4 տղայել, 3 տայել են, մեկը թողել։ Հա։ Ու տենց նրանք էլ ասում են, թե գիտեք, որ կարևի սկիզբը շատ վատ էր մեզ համար, ու ասեք, թե դժվար էր էլի, որ մեկ է ազատել կամ բանանել, տենց բան չկար։ Էնա, այդ թուրքը, որը վայնկոմներ մեր ռայոնի, բան անում էլի, հետազիքում է։ Հետո էլ բան չեր էլի, եկա սովորեցի, բարձակուն կոնսուլցիան համար էլ բան չարեցին, էլ չկանչեցին։ Նրանք էլ էին զգում, որ մի ընտանիքից եթե 3 ծառայում են, մեկը պիտի տանը մնա, չէ, ծնողներին, բայց մեզ մոտ այդտենց օրենք չկար։ Հայրս շատ աշխատասեր և ինքն իրեն տիրապետող մարդ էր։ Մեզ փոքր ժամանակից սովորեցրել է ինչ ամենաճիշտ կանոնները կյանքի։ Եվ մեր գյուղը որպես նշանավոր գյուղ բաներ, որ քննությունների բանի ժամանակ, որ ես իմ քննություններն էր ինքն էր գալիս։ Շատ սիրում էր, որ տղան աղջկանը հողում է, մեր տանն էլ քույրս էլ էր գերազանցիկ և ինձնից մեծ եղբայրս էլ։ 2 եղբայր, մի քույր, գերազանց ենք ավարտել, դպրոցը, ինստիտուտը, ամենտեղ։ Ամենագլխավորը մեր ընտանիքը միշտ կապված է եղել հայ ժողովրդի վիճակը շատ է հետաքրքրել։ Միշտ էլ օգնել ենք, ով որ վատ է ապրել, ով որ բան է եղել։ Բանը ժողովրդի մեջ հարգանք ունեցող ընտանիքներից մեկն է եղել։ Մեր գյուղը նշանավոր է նրանով, որ այդպիսի ընտանիքներ շատ կար։ Իսկ մեր գյուղից մինչև Սևան հայկական գյուղեր էր, էլի։ Փոքր հասակից սովորեցնում էր առաջինը լավ սովորել, ասում էր, որ մեր ընտանիքը պետք է բոլորը գերազանց սովորեն։ Ու մենք էլ լսում էինք իրան։ Մեկ էլ շատ դեմ էր գնում ծխելով բանին։ Մեր 4 տղայից ոչ մեկը չի ծխել, որովհետև հայրս, որ բաներ չէր ուզում, որ ծխենք, մենք նրա խաթր չենք կոտրել, ինքն էլ չի ծխել, իրենք էլ հոր եղբայրներս էլ 4 եղբայր են եղել, նրանք էլ ոչ մեկը չի ծխել, հորս եղբայրները, ոնց որ օրինակելի առաջին հերթը չծխել այնց։ Մեր ընտանիքի անդամները երկարակեց են, տատս 95-96, բոլորն էլ երկար են ապրել էլի։ Ինձ թվում է մեր ժողովրդի մեծ մասը, որ կիրթ մասը, Հայաստանը բաց չի, որ ազատություն է կոչվում, եթե ասում ենք անկախ է, չէ՞։ Հա, բայց Հայաստանի համար դա սխալ էր հայերը, ես շատերը հետ խոսել եմ Ավետիք Իսահակյանի մեկի մյուսի շատ
եւ Ադրբեջանը թալանում աշխարհը, բայց մեջի չի ունկումնի ոչ բանան չեն կարող մեղադրեն ու նոր համար ձեռնտու է, բայց Հայաստանը չկա մի երկիր, որը կարող է չկարող պաշտպանի եւ ապահովի նրա ոչ միայն անկախությունը։ Օրինակ, ասած օրինակ են բերում, որ փոքր օրոցի երեխաներ անկախություն ուզում։ Այն որ դերերը կապում են, որ աչքը չհանի, կարող մատատանի հանի, չէ։ Դա էլ ուզում, չէ, բայց անկախություն այդ բանը էլի ամեն ազգին հայասը անկախությունով բանը կորսրեց իր ամեն ինչ։ Նոր սերունդը հայրենասեր լինի, միշտ իր երկրի շահերը պաշտպանի, որ կարողանանք Հայաստանը հարատիվել։